Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանի պես ինքնահորջորժվել դատարան եւ մարդկանց դատել։ Չգիտեմ, կարող է ինչ-որ մեկը իսկապես կոռուպցիոն հրահ, ինչ-որ մեկը իսկապես կարող է դավաճանությունագործել։ Մենք այդ հարցերին չենք քննարկում։ Մենք ուղղակի ասում ենք, որ Հայաստանում չկա արտարադատություն եւ կա ընտրովի արտարադատություն։ Այսինքն մարդկանց հետապնդում են այն ժամանակ, երբ որ իրենք քաղաքական ակտիվություն են ցուցաբերում եւ վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար։ Դա ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։ Նստկայում Գագիկ Ծառուկյանի օրինակով ասեմ, ես էլ լավ առիթ, ուրեմն խորհրդարանը 3 խմբակցություն ուներ, խմբակցությունից մեկի ղեկավարին ձերբակալեցին Գագիկ Ծառուկյանին, մի խմբակցության ղեկավարն ես էի, մյուսը Լիլիթ Մակունցը։ Մենք ամբողջ խմբակցությամբ դեմք քվեարկեցինք անձեռնմխելությունից զրկելուն, ես ելույթ ունեցա եւ ասացի, որ այս մարդու աղջկա հարսանիքին գնում եք ընտանիքով մասնակցում, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո երբ որ ձեզ հետ խնդրեմ կա քաղաքական, հայտարարում եք, որ բանա, այս արել են արել, արդարացվել է, չէ՞, քանի օր է։ Արդարացվել է։ Ներողություն չխնդրեց ոչ ոք։ Հա, հիմա ի՞նչ է տեղի ունենում, չէ։ Արդարացնել են իր հերթին։ Հիմա նոր մեղադրան, հիմա նոր, այսինքն նայ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվել է տները խլելու, թալանը բերելու, Քոչարյանին դատելու բանով, հիմա 26 թիվն է նորից նույն տեքստերը։ Գյուլնա ստատը փնտրում է իրար։ Այս հեքիաթները, թող գնա պատմի բանը։ Ծառուկյանի մասով ոնց որ թե մոռացել էր 18-21 թվին ասել, կամ տունը տան ծաշկով չենք է, հիմա ոնց որ անցնելուց տեսել է, հիշել է, ասում է, որ այն օրը բանները, Երևանի քաղաքապետը, որը մի միլիոնանոց քաղաքում 75,000 ձայնով քաղաքապետ է աշխատում, ասում է, պարոն վարչապետ, արձակուրդի մեջ եմ, ձայնագրությունը կա էլի։ Գագիկ Ծառուկյանն ասել է, ես պետք է զբաղվեմ քաղաքով, դե մի նայեք, ես արձակուրդը վերջանա, գնալու եմ ապօրինաշինություն։ Այսինքն ուզում ասի ապօրինաշինություններ ունի Ծառուկյանը։ Ինչ է մի բան չեն կարել, բայց մի գնալու են կանեն։ Կամ ինչ-որ շինարարություններ ունի, որը կարող են իրանք ապօրինաշինություն անվանել եւ այսինքն էս են իրանք։ Էս են իրանք չափանիշ չունեն, պրինցիպ չունեն, ոչ մի կանոն չունեն։ Ասեն, երբ իրանց ոնց պետք է, պետությունը վեգալել են, նստել են վրան պետական ինստիտուտների վրա։ Լինել է շենք էս KGB-ի վրա։ Ու քշում են։ Դուք ոչ մի մաճու եք որ կարելի է խլել ձեզանից։ Դե ցավոք ոչ։ Խլելու բան ցավոք չունի։ Պարոն Մարուկյան, նաև խոսենք քարոզարշավի մասին, ինչ այս պահի դրությամբ ինչպես եք ձեր շանսերը գնահատում, ինչպիսի տրամադրվածություն կա առհասարակ քաղաքացիների այդ շրջանում, նրանց այդ շփումների ժամանակ, ինչ խնդիրներ եք արձանագրում։ Մենք մտահոգություն ունենք, որ ընդդիմադիր ուժերը մեզ չեն լսել ընտրություններից առաջ անել այն ինչ որ պետք էր անել, եւ դա գնալով արդեն ավելի է սրվում։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հստակ գծել է 21 թվականի սցենարը, եւ սցենարով տանում է ամբողջ ընտրական process-ը։ Եթե այն ժամանակ օրինակ բևեռացումը գնացել էր իր ու Քոչարյանի միջև, հիմա ինքը բևեռացումը տանում է 3 ուժերին որպես մի ուժ ներկայացնելով եւ ելի իր միջև փորձ անելով ամեն ինչ անել, որ a քաղաքական մեծամասնություն ձևավորի եւ b եթե ինքը քաղաքական մեծամասնությունը իր անդիմությունը լինեն այն մարդիկ, ովքեր հիմա էլ են ընդդիմություն։ Այսինքն ստանա այս պարլամենտի երկրորդ սերիան պլյուս մինուս մի քիչ sense նյուանսներով։ Մենք այս պահին շանս ունենք, ռեալ շանս ունենք լինելու այս ծրագիրը կազմաքանդող ուժ։ Մենք այս ծրագիրը կազմաքանդելու ենք, մենք պարլամենտում լինելու ենք, առաջինը չենք թողալու ինքը դառնա վարչապետ, երկրորդն էլ չենք թողալու որևէ ուժ բացարձակ իշխանություն ունենա, որտեղ դա արհավիրք է այս երկրի համար։ Հիմա էլ է դուժնա գալու այս KGB-ի պատվալը օգտագործում էլ, չգիտեմ, ուրիշներին բռնի նստացնի, չպետք է այս երկրում լինի բացարձակ իշխանություն։ Բոլոր հարցումներից են տալիս, որ ինքը առաջատարն է, դա ամենացավալին է։ Մեր մասով ցույց տալիս, որ մենք շանս ունենք։ Մենք այդ շանսի վրա աշխատում ենք, այո, մենք անցնելու ենք։ Տեսեք, պարոն Մարուկյան, այսպեսի տեսակետ կա, որ եթե դուք, այսինքն այդ անցողիկ շեմին մոտ գտնվող ուժերը, որոնց խնդիր եք հասնելու, միավորվեք իրար ու, չգիտեմ, Հայկ Մարությանը կլինի, ՀԱԿ-ը, չթվեմ, այդ կատեգորիայի ուժերը, դուք ավելի մեծ շանս կունենայիք մի հատ առանձին մեծ խոշոր բևեռ ձևավորելու, բայց չկարողացաք միավորվել, իմացած մանր մասնատված որքանով է արդյունավետ։ Ես ասեմ, մենք առաջարկել ենք, որ մեկ ցուցակով ընդդիմությունը մասնակցի։ Եվ այո, երբ որ առաջարկել ենք, ինչ որ բաներ են խոսում, հիմա դրա ժամանակը անցել է, այդ ձեր բարձրացած հարցը այլևս ակտուալ չի, որտեղ ուժերը գրանցված են, մասնակցում են ընտրություններին, բոլոր ուժերը մեկը մյուսին մրցակից են,
մեկը մյուսին մրցակից են, եւ բոլորն աշխատում են իրենք լինել։ Այս պարագայում ձեզ մեղադրում են ձայն փոշիացնելու մեջ։ Ну չեն կարող նման բան մեղադրել, որովհետեւ մենք քաղաքական ուժ ենք, երեք չենք ստեղծվել։ Ձայն փոշիացնողները նրանք են, որ մի ամիս առաջ կուսակցության թղթեր են առել մտել ընտրապայքարի մեջ։ Այսինքն իրանք ինչ են ուզում ասել, ուզում են ասեն, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր քաղաքականության այբուբենի առաջի տառը չգիտեն։ Իսկ ում նկատի ունեք պարոն Բացի մեզ բոլորի։ Հետաբար հետո որ տենց այդ քարոշչությունը այդ դաշտերից է գալիս, բանը էլ են որ մենք ասում մենք ձեն չենք հանում, դուք եք ձեն հանում։ Բան ենք առաջարկել, ասել ենք եկեք մի ցուցակով ընդդիմությունը մասնակցի։ Ինչի է մերժվել։ Այդ քաղաքական էգոիզմի արդյունքում է մերժվել։ Այդ էգոիզմն են դրել էլի, որ չէ մենք շատ բան ենք, ավելի լավ, մենք պետք է լինենք պարտադիր։ Այդ պարտադիր վարչապետ դառնալու մոլուցքը 21 թվին բերել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է։ Որ 26 թվին էլ բերի նրան, որ ինքը վերընտրվի, պատասխան են տալու։ Ո՞վ է պատասխան տալու։ Խոսալու։ Դա կամ կարպիսին բան ասում, թե չէ կմոռանա կարպիսին։ Նա կարպիս ասի ձեր արդին պատասխանը։ Դա ասեք։ Քանի դուք խոսում եք ձեզ ուղղված քննադատություններին, հա։ Շատ են ասում, որ անվստահություն կա ձեր հանդեպ, որովհետև դուք պատերազմից հետո գնացիք, աշխատեցիք դեսպան Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ հիմա ինչ երաշխիք կա, որ եթե նույնիսկ Փաշինյանը վերընտրվի, օրինակ դուք ելի չեք համագործակցի, չեք գնա իր մոտ աշխատանք կամ դուք գնաք աշխատանք խնդրեք կամ իրենք ձեզ առաջարկեն։ Մենք այդ հարցին բազմիցս պատասխանել ենք, նաեւ ասել ենք, որ մենք բացառում ենք որևէ համագործակցություն։ Մեզ թիրախավորել են ընդդիմադիր դաշտից դրա հետ կապված անդադար, որ փորձեն որպես մրցակից չեզոքացնեն, բայց դա տեսնում եք չի ստացվել։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես դրա վերաբերյալ շատ եմ պատասխանել, բայց ասենք 21 թվականից հետո ընդդիմադիր դաշտում եղել է հնարավորություն ամեն ինչ անել, որ Արցախը մնա։ Միակ մարդը, որ այդ ուղղությամբ գործողություն արել, դա եղել եմ ես։ Հիմա եթե ես շարունակեմ այս խոսակցությունը, պետք է մանրամասն դնենք, ասենք, թե ինչ է արել։ Ով չի վստահում ինձ, ով չի վստահում, Ռոբերտ Քոչարյանը չի վստահում, ով չի վստահում։ Ասենք ընդդիմադիր դաշտի ուժերը, ասենք։ Հա, դե այլ չէ։ Քոչարյանական չեն, չգիտեմ։ Չէ, կոնկրետ ական են։ Կոնկրետ էս ինչ որ մեկի ական, ինչ որ մեկ ական են, այդ մարդը մեր ընտրողը չի ուզում վստահի, ուզում չվստահի։ Թող գնա ում ուզում ընտրի, գնա նրան։ Մենք չենք վստահ։ Այդ դες տպավորությունը մենք ստահում ենք, իրար։ Չէ, բայց ամեն դեպքում Այսինքն մի հատ բան ասեմ, 21 թվին խեն մանդատները վերցրել։ Դե ինձ կարան գիտես ինչքան գնանք հասնենք էս։ Մենք ինչքան հնարավոր է պահում ենք մեզ որ օպոզիցիոն դաշտում չկպնենք ոչ մեկին։ Մենք տեսնում ենք իրանք են մեզ քննարկում։ Չէ՞ լուրջ եք ասում։ Հա, բայց ընդդիմադիր մանդատ պահելը մի բան է, այդ էլ առանց չէ։ Մի բան չի, նայ, մի բան չի, նայ։ Մի բան չի, նայ։ Իշխանության մոտ իրանք ընդդիմություն են աշխատել։ Մի բան չի, ես բացատրեմ։ Մենք մի հատ պաշտոն ենք ունեցել, այդ պաշտոնից հրաժարվել են։ Իրանք մանդատից հրաժարվել են իրանք։ Իրանք իրանք պաշտոնից չեն հրաժարվել։ Որ երկիրը կործանվում է, պաշտոնները վեկալեք նստել, ինչ անեք։ Այսինքն իրանք բերած թեզերը, իրանք թեմա աշխատի։ Ուզում են impeachment անել, որ հեռա։ Հա, դա հումոր է կա։ Բան էր ասում չէ։ Այդ impeachment-ը որ ասես Չէ, impeachment-ի մասին որ ասես նոր բան է, լավ։ Չէ, ես մի բան չունեմ ասել impeachment։ Իհարկե մենք չենք ուզում որպես սուրբ դիրքավորվել, բայց իսկապես այս ատոմիզացված քաղաքական վիճակի պատասխանատուն եւ մեղավորը մենք չենք։ Ընդհակառակը մենք անդադ փորձել ենք բանակցել, հասկացնել, որ պետք է մեկ ցուցակ, բայց այդ մոլորանտ էգոիզմը, այդ վարչապետ դառնալու այդ կիրքը մարդկանց աչքերն են սրկուրացրել, որ նրանք ոչինչ չեն լսում, ասում են, «Օ, հեսա մենք գնալու ենք, հաջորդ վարչապետը մենք ենք», բայց տեսնում ենք, ոչինչ։ Բայց իրանք չեն։ Բայց իրանք չեն։ Չեք ուզում վարչապետ դառնալ։ Մենք դրա համար, քանի որ մենք քաղաքական էգոիզմը մեր մի կողմ ենք դրել, մենք դրա համար շատ հանգիստ ենք այս մասով մյուսներին քննարկելու, էլի։ Մենք ասում ենք, պետք է ձևավորվի բազմաուժ խորհրդարան, կոմպրոմիսային վարչապետ ընտրվի։ Այդ կոմպրոմիսային վարչապետը չի կարա լինի որևէ այս խոշոր ուժերի ղեկավարը, չի լինելու։ Օրինակ նման բան առաջարկում է նաև բոլորին դեմ եմ կուսակցություն եթե։ Չէ, իրանք ուրիշ բան են առաջարկում, դա համար դա չեմ ուզում քննարկել։ Իրանք լրիվ ուրիշ բան են առաջարկում, կապ չունի մեր ասած հետ, ապա քաղաքական բան է։ Եթե ուրիշ հարց ունեք, ուրիշ հարցեր եթե չկա։ Շարունակում եք ձեր հարցաշտաբը։ Մենք ուզում ենք, քանի որ քաղաքը փակվալ է, քաղաքը փակ է, շքերթին ընթരാճ մենք երևի թե Սայատնովայով ժողովրդի հետ շփվելով կգնանք։ Մի հարց շքերթի մասին։ Իշխանությունը 8 տարվա ընթացքում առաջին անգամ է նման ճոխությամբ պատրաստվում շքերթին։ Ձեր կարծիքով ինչու հենց ընտրություններից առաջ նախընտրական շրջանում են նման բան անում։ Սա կարող է համարվել այսպես կոչենք ընտրակաշարք։
Սա համարվում է ընտրական PR, իշխանության ձեռքին բազմաթիվ գործիքներ կան այդ PR-ի համար, թոշակները բարձրացնելուց մինչև պարգևաճարներ տալ հազարավոր մարդկանց, բայց իրենց վերնախավին շատ մեծ գումարներ են մասնագետներին, գլխավոր մասնագետներին, առաջատար մասնագետներին, քաղաքացիներին չնչին գումարներ, եւ այս շքերթնել փորձելու են որպես ժողովրդին աչքակապություններ կայացնել։ Մենք մեր ասելիքը ժողովրդին հետեւյալն է. Սիրելի հայրենակիցներ, մեզ շքերթ չի պետք, մեզ զորավարժություններ են պետք, որ այդ շքերթում ցույց տրված զենքերը, զինվորները եւ բոլորը կիրառել իմանան, հարևան Ադրբեջանը ճշնամական երկիր, քանի անգամ զորավարություն արել վերջին շրջանում ու Հայաստանը քանի անգամ արել։ Հրապարակային կա, վերցրեք նայեք։ Մեզ զորավարժություն է պետք։ Շքերթ Նիկոլ Փաշինյանի շքերթը գիտեք ոնց որ ինչ լինի, ոնց որ Վաթերլոյից հետո Նապոլեոնը Փարեզի փողոցներով զորահանդես անցկացներ։ Մարդը 3 պատերազմ է պարտվել, ինչ զորահանդես։ Ինչի մասին է, էլի։ Այսքան է, որ ասում են, այսքանն է։